Հոկտեմբերի 4-ի դեպքերով պայմանավորված ձերբակալվել է ևս մեկ անձ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով նա 1987 թվականին ծնված Ա.Ս.-ն է։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն, իսկ 3 ձերբակալվել էր 8 անձ։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 45 մարդ, 4-ը թաքնված են։ Ներքին գործերի փոխնախարարի պարզաբանմամբ շարունակվում են քննչական գործողությունները հանցագործության մյուս մեղավորներին բացահայտելու եւ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Գերատեսչությունից հայտնում էր, որ տարբեր լրատվամիջոցների կողմից տարածված նյութերի ուսումնասիրման պարզ է դարձել, որ մեղադրաններից մի քանիսը բանավոր ու ֆիզիկական բռնություն են գործադրել իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ, ինչպես նաև ոստիկանների վրա նետել են տարբեր ծանր առարկաներ եւ քարեր։ Բացի այդ, նրանք փորձել են ներխուժել Վրաստանի նախագահի պալատ, որի ընթացքում վնասել են պալատի բակի երկաթե ցանկապատերը։ Հիշեցնենք, որ հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 187-րդ, 222-րդ, 225-րդ եւ 317-րդ հոդվածներով։ Ձերբակալվածներից մի քանիսը գտնվում են Դիղոմի, իսկ մյուս մասը Զահեսի ժամանակավոր կալանավայրերում։ Նրանք սպասում են մեղադրանքի պաշտոնական ներկայացմանն ու դատավարության ընթացքին։ Իրավաբանները փուլ այցելում են կալանավայրեր ու հանդիպում ձերբակալվածներին։ Շալվապապուաշուին հոկտեմբերի 4-ի դեպքերի պատասխանատու է համարում ինչպես արտաքին գործիչներին, այնպես էլ քաղաքական գործիչներին ու հանրահավաքի մասնակիցներին։ Նրա խոսքով, եթե չլիներ դրսից ուղղորդվող եւ աջակցվող, ֆինանսավորված ու կազմակերպված, ապա չէր լինի հոկտեմբերի 4-ին բռնությունն ու նախագահական պալատ ներխուժելու փորձը։ Շալվապապուաշուի նաև ուշադրություն է հրավիրել արևմտյան գործընկերների կողմից հոկտեմբերի 4-ի դեպքերի վերաբերյալ արված հայտարարությունների վրա։ Նրա խոսքով բռնությունը չի դատապարտվում եւ այս պահին արվող մեկնաբանությունները վրաց ժողովրդի ու նրա կառավարության վրա բանավոր հարձակման օրինակ են, որոնք պետք է դադարեցվեն։ Վրացական երազանք կուսակցությունն անդրադարձել է դատապարտված լրագրող Մզիա Ամաղլոբելիին համաշխարհային մամուլի ազատության հերոսի մրցանակի շնորհմանը։ Հաղորդակցության ծառայության ղեկավար Գեորգի Գრძելիշվիլին որոշումը վերագրել է Deep State-ի ազդեցությանը։ Նրա խոսքով ոստիկանի վրա միտումնավոր հարձակված Ամաղլոբելիին հերոսի մրցանակ շնորհելու որոշումը վրացական հասարակության եւ ազատ լրատվամիջոցների նկատմամբ ծաղրանք է։ Վրաստանի արդարադատության նախարարությունն անդրադարձել է պետական անվտանգության ծառայության կողմից հրապարակված տեղեկատվությանը, կապված քրեակատարողական ծառայության նախկին փոխտնօրեն Գեորգի Քեմոկլիձեի կալանավորման հետ։ Գլխավոր տեսչությունը հետաքննություններ անցկացնում ընթացիկ տարվա հուլիսի 11-ին համար 8 քրեակատարողական հիմնարկում Մետրևելիի եւ Բաչիաշվիլի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, բայց հետաքննության որոշակի փուլում օրենքով նախատեսված հիմքերով քրեական գործը փոխանցվել է պետական անվտանգության ծառայության կոռուպցիա դեմ պայքարի գործակալությանը։ Նրանց կողմից 3 հրապարակված տեղեկատվությունը համապատասխանում է այն տարբերակին, որը քննարկվել էր հատուկ քրեակատարողական ծառայության կողմից 2025 թվականի օգոստոսի 21-ին Գեորգի Բաչիաշվիլիի խցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տարածված հայտարարության մեջ։ Ընթացիկ հետաքննության շրջանակներում հատուկ քրեակատարողական ծառայության նախկին ղեկավարներից մեկը բացահայտվել է հանցավոր արարքների համար, որի ենթադրյալ հանցավոր արարքները վնասում են հատուկ քրեակատարողական ծառայության ու այնտեղ աշխատող հարյուրավոր արժանի աշխատակիցների հեղինակությանը։ Արդարադատության նախարարությունը եւ հատուկ քրեակատարողական ծառայությունը շարունակում են ակտիվորեն համագործակցել հետաքննության հետ։ Առավոտից Վրաստանի օրենսդիր մարմնի հանձնաժողովային նիստում քննարկվում է 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Այսօր ֆինանսների փոխնախարար Գեորգի Կակաուրիձեն պաշտպանության, մշակույթի, մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովի անդամներին ներկայացնում է հաջորդ տարվա բյուջեի նախագիծը։ Ապա այն կներկայացնի ժողովրդի ուժ ու եվրոպական սոցիալիստների քաղաքական խմբերին։ 2026 թվականի բյուջեն նախատեսում է 5%-անոց իրական տնտեսական աճ, իսկ միջնաժամկետ աճի կանխատեսումը կազմում է 5.3%։ 2026 թվականի բյուջեի ծախսային մասը կազմում է ավելի քան 35 միլիարդ դոլարի։ Տնտեսությունը, առողջապահությունը, սոցիալական հարցերը եւ ենթակառուցվածքները մնում են որպես առաջնահերթություններ։ Նախատեսվում է նաեւ կենսաթոշակների ու պետական հատվածում աշխատող անձանց աշխատավարձերի բարձրացում։
Ուժերի համախմբում եւ համագործակցության ամրապնդում անհետ կորած անձանց հետ կապված հարցերում պետնախարար Թեա Ախմեդյանին մասնակցել է նշված խորագրով համաժողովին։ Այն տեղի է ունեցել Բաքվում։ Նա կենտրոնացել է 1990-ական թվականների զինված գործողությունների եւ 2008 թվականի օգոստոսյան Ռուսաստան-Վրաստան պատերազմի հետևանքով անհետ կորած անձանց որոնման պետական ծրագրի կարեւորության, ինչպես նաեւ այս ուղղությամբ Վրաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված ջանքերի ու հետագա տեսլականների վրա։ Թբիլիսիում լեհ քաղաքացիների նկատմամբ բռնության փաստի վերաբերյալ ընթացիկ հետաքննության շրջանակներում ձերբակալվել է եւս մեկ անձ, իսկ մինչ այդ նշված գործով ձերբակալվել էր 2 մարդ։ Մեղադրյալները փոխադարձ վեճի հիման վրա Թբիլիսիի ռեստորանի մոտակայքում տարբեր տեսակի վնասվածքներ են պատճառել 3 լեհ քաղաքացիների, իսկ ֆիզիկական բախման ժամանակ նրանցից մեկը բութ առարկայով ֆիզիկական հարձակում է գործել նրանց վրա։ Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասով։ Վրաստանի Կախեթի շրջանում ձերբակալվել են նախկինում դատապարտված 2 անձ, առանձնապես մեծ քանակությամբ թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման եւ պահպանման, ինչպես նաեւ թմրամիջոց պարունակող բույսի ապօրինի տնկման ու մշակման համար։ Նրանց բնակելի տների, օժանդակ պահեստային սենյակների ու բակերի խուզարկության արդյունքում որպես ապացույց գրավել է չափազանց մեծ քանակությամբ մարիխուանա եւ կանեփի բույս, որոնք պարունակում են թմրամիջոցներ։ Հանցագործությունները նախատեսում են մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։ Վրաստանում մեկնարկել է սեզոնային գրիպի դեմ կամային պատվաստումը։ Նախորդ տարիներին պետությունը գրիպի դեմ պատվաստման առաջին փուլը ֆինանսավորում էր միայն ռիսկային խմբերի համար, եւ միայն այս փուլից հետո գործընթացը հասանելի էր բոլոր ցանկացողների համար։ Սակայն այս տարի առաջին անգամ այս պրակտիկան փոխվել է, ու գրիպի դեմ պատվաստումը հասանելի է բոլոր քաղաքացիների համար հենց առաջին փուլից։ Վրաստանը գնել է ֆրանսիական արտադրության 4 բաղադրիչից բաղկացած պատվաստանյութի 200,000 դեղաչափ, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից թույլատրելի պատվաստանյութերից մեկն է։ Պատվաստանյութը պայքարում է գրիպի սեզոնի ընթացքում շրջանառվող բոլոր շտամպերի դեմ։